Իմ ամեն օրվա ճանապարհը սիրելի հետևորդներ ջան։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ինչպե՞ս եք։ Ոչ թե ողջույն, այլ բարի լույս։ Միշտ որ ողջույն եմ ասել, ողջույն եմ ասում, դե բարև ասենք, մեկը բարի լույս է տալի, մեկը բարև է տալի, բայց առավոտյան ամենաճիշտը բարի լույս ասելն է, որ լույսը բարի լինի բոլորիս համար, օրը օրհնյալ լինի, լավ օր անցկացնենք բոլորս միասին։ Ձեր հետևորդներ ջան, այսօր անձրևային, ոչ շատ անձրև, ոչ էլ ինձ տեղ, ճիշտ այսօր երեկվանից ավելի ցուրտ է, որոշեցի շորերս էլ չհանեմ, որտեղ տունն էլ է սառը, նա սուրճ խմենք իրար հետ կամ թեյ, ով ոնց ցանկանում է, հետո տեսնենք ինչ ենք անելու։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, երեկվանից մենք ջուր չունեինք, լվացքս մնացել է, ճիշտ ասած մեզ խանգարում է, բայց շատ չի խանգարում, եթե տենց մնա չեմ կարա նկարահանեմ, որտեղ երկու անգամ այսօր լվացք եմ անելու, երեք մնաց լվացքս լվանալու, այսօր էլ տաբավկա ունենք, առավոտ շուտ եկա միացրեցի, որ հասցնենք մինչև մերելիքը տեղից ելնի, որ դրանք էլ ինչ-որ պետք է լվանանք։ Հետա ինչ եմ ուզում ասում, սիրելի հետևորդներ ջան, սուրճն էլ կխմենք, կվերջացնենք, տեսնենք ինչ ենք նկարահանում։ Ճիշտ ասած արդեն ոնց որ որոշել եմ, երկու հատ կիսատ ճտեր էին, այսինքն մի հատ ճուտ է, որոշել եմ կարտոֆիլով ուտես պատրաստեմ, տեսնենք ոնց եմ պատրաստելու, մեկ ասում կարտոֆիլը հետը դնեմ, մեկ ասում հենց ընտնեմ տապակեմ, հլա տեսնենք ոնց է ստացվում ձերի հետևորդներ ջան, սուրճը խմենք վերջացնենք, հետո երևա։ Օֆ, հենց հոգնած եմ շատ, չեմ հանգստանում և հոգնածությունը վրես երևում է։ Սուրճն էլ եղավ, գնացինք սուրճը խմելու սիրելի հետևորդներ ջան, դե էսա մի հատ ճուտն է կիսատ իրար գումարած մի հատ ճուտ անում, հիմա համեմուտները ցանենք, հետո կտեսնենք ինչ ենք անելու։ Աղը ցանեցի, կամ մի տեղ ցանենք, երկու կողմի վրա է, երևի տապակա սարքենք, տապակա կսարքենք, հետո երևի կարտոշկա խաշենք, գնանք ոնց եք պատրաստել։
Սև պղպեղ ցանենք։ Մի պղպեղ ցանենք։ Էս շատ համեմուկ չլցնենք, սիրելի հետևորդներ, հարկավոր չի։ Իքտել հուսայող լցնենք, որ լավ խառնվի։ Սիրելի հետևորդներ, լավ խառնենք իրար, թողնենք, հետո համենվի, հետո պատրաստենք։ Երևի տապակա պատրաստենք։ Լավ, թորորենք ստեղ դե չոր ցիտրոն բան չունեի, որ լցնեմ վրան, դե ոչինչ, ինչ լինի կուտվի։ Սիրելի հետևորդներ, մեր ճուտիկները արդեն պատրաստ են։ Հիմա կդնենք փլատից վրա։ Շատ քաշենք մի կողմի վրա, ձեռքերս չվառի։ Տեսել մեր բրնձով փլավը ճուտիկի հետ միասին, ճուտիկների հետ միասին։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ շատ համեղ է ստացվել։ Մի փոքր էս դոշի մասից համտեսել էի, շատ համեղ է ստացվել։ Սիրելի հետևորդներ, Սիրելի հետևորդներ ջան, որոշեցի մի քիչ բրնձով փլավ գցել, ուրիշ տարբերակով, պարսիկների մեր մոտիկ հարևան Իրանի տարբերակով, ոնց է նրանք պատրաստում։ Դե մենք միշտ, ասենք, սոխի յուրի մեջ բովել ենք, նորեկ ջուրը լցրել, կամ քաշովի ենք արել, այդ ձևի, այս տարբերակով, հիմա ջուրը դրել եմ կերա, եռալուց նոր բրինձը կլցնենք, այդ ձևով կանենք, տեսնենք ոնց է ստացում, իսկ մեր ճուտիկներին կդնենք կտապակենք, այդպես որոշեցի, դե սպասենք մինչև ջուրը եռա, սիրելի հետևորդներ, սիրելի հետևորդներ ջան, մեր ջուրը եռում արդեն, այդ բրինձը լցնենք, բրինձը լցնենք, թող Սիրելի հետևորդներ ջան, աղ չեմ գցել, նադել աղ գցել, ոնց որ արդեն ժամանակն է, տեսա շատ կուտի չերթի։ Հիմա տեսնենք ջրի։ Լավ է, հատիկ բրինձը տեսնենք։ 2 րոպեից արդեն վերցնելու ժամանակ։ Սիրելի հետևորդներ, ժամանակն է, որ տանենք քանենք։ Ահագիներ մի բաժակ բրինձեր, ահագիներ ստացվել։ Սիրելի հետևորդներ, մի քիչ բուսական ջուր եմ լցնում տակը։ Մի քիչ։ Իրանց տարբերակով եմ պատրաստում։ Տակը ցածրացնում ենք իհարկե, լավ ցածրացնում ենք։ Հիմա մտցնում ենք։ Բրինձը շատ չպետք է եփվի, սիրելի հետևորդներ, որովհետև ինքը այստեղ է պետք է եփվի։
Սարացնում ենք, կարակին դնելու վրա, թողնենք ինքը հայդի, երանը պարքում ենք, այդ շատ ծածկ է, որ չվարում։ Ուրեմն սելի հետևորդներ ջան, կարելի է սա պատրաստել մեր հայկական ձևով, կարող են երիտական լավաշ դնել, իրանք էլ է դնում դա, կարող են և կարտոֆիլ տելին կտրել, բարակ շերտերով, դնում են տակը, բրիզներ ավելացնում են, լսնում են վրա, մի քիչ երկար է թողնում, մեր կարտոֆիլը տակը կարմրում է, լավ կարմրում, մի անգամ հիմասկը հետքան հարմար չվորանեն, մի անգամ էլ այդ տարբերակով կանեն։ Երբ որ բրինձը արդեն լցնում են, դե նրանք իհարկե յուղ չեն օգտագործում, բուսական յուղ են լցնում, մի քիչ ծակում են ստեից ընդեղից, չեն տեսել, մի յուղ են տեսել, կամ բուսական յուղ, կամ հալած յուղ են տրել, կամ էլ ոչի բան չեն բերել, անել են, որ պետք է մատուցեն, նոր բերեն, տան են ցանում, բուսական յուղ են ցանել, մի քան տեսակ տարբերակ կա, իսկ մի անգամ են պատրաստել կարտոֆիլով, տեսնեք ինչքան համեղարին է, հիմա թողում ենք սա մի քանի րոպե ու կանջակով իջեղած սրա բերանը։ Սելի հետևորդներն մի քանի լրտուշի քաշել են, նախաճաշի համար, թերման ջուրին են հացնեցի, ես անգամ լրտուշիկը անում, բացում են մոտ, իսկ ուշկրնենք, որ շատ չիերա չճարքի մեջից, երկու հատը հերիքա դետինի համար, ես չեմ դնում։ Փոխաշ, դրանա պարկել, հասել հետևորդներ, մեր պեշիկն է եթվել այսօր, այդ բրիզն է բերանք, սենց ամեն խաղում, տեսնեք ինչ համարում, նրանց ես փորձել են, գիտեն, որ լավանինելու, ամովայնելու, սերվիները շատ համով են ստացվել, տակը անջատեցինք, մնաց որ հավի ճուտը պատրաստենք, տապակենք, են էլ կտապակենք եսա։ Ուրեմ սելի հետևորդներ ջան, հերթը հասավ ճտերի տապակմանը։ Բականանք, թավանով բականանք, նոր կտապակենք, մի քիչ հուսայիվ եմ ավելացնում,
Այս մեկն է, ոնց որ երկուսն էլ տեղավորվեց, քիչ այս մոտիկ տանենք, դանենք դեպորի վրա, տեսնեք սրանը, ամսի լավ էլ պակվում է, զնգլած սխմել մենք, որ ինքը տապակ է, իհարկե տակը շատ ուժեղ չեք անում, տակը ծածրացվում է սերի, հետո ողներ ճան, անջատեցի, տանդաղ եք անում, որ և եվվի, և կարմրի, և կամեր թող եվվի։ Սիրելի հետևորդներ ջան, տեսնեք ինչ վիճակ է, ինքը իրան գոլորշի մեջ եվվում է։ Սիրելի հետևորդներ ջան, տեսնեք ինչ վիճակի է մեր սուտիկները։ Ուրեմն տեսնում եք, ինքը իրան հյութը հանել է, այս գոլորշիով, այս հյութով ինքը եվվում է, որ եվվում է, որքում չմնա։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա շուռ ենք տալիս։ Գոլորշի փակեց էկրանի բերանը։ Այս մյուս կողմը և կարմրել է, և եվվել է։ Դե ճուտը գիտեք, այտենց բան չի, ես էլ նայեք, տեսեք ոնց է եվվել։ Պատարակ հաղը, որ մտցնում եմ, խորը գնում է։ Այս կողմն էլ ենք, սիրելի հետևորդներ, էլի փակում ենք, որ լավ եվվի։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր վերջացրեցինք մեր ոլովակը, մեզ բարի ախորժակ, եթե դուք եք ինչ-որ մի բան պատրաստել, ձեզ բարի ախորժակ, սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, ստեղմել զանգակ կոճակը, ինչ չգրվեք մեկնաբանություններով, ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ ոլովակին։ Ստեսություն ձեզ։